Չես կարծում, որ զրուցելու համար սխալ տեղ ես ընտրել։ Այստեղ մեզ կարող է սխալ հասկանալ։ Դու մտածի ինձ այստեղ ոչ ոք չի ճանաչում։ Այս անգամ ինչ եմ արել։ Էլի արագություն եմ գերազանցել, թե կարմիր լույսի տակով եմ անցել։ Ես պետ ավտոտեսուչ չեմ։ Ես էլ ջութակար։ Եթե ավելի ինֆորմացիա չունենք իրար տալու, ես գնամ։ Այս քանի օր է քաղաքում ինչ որ տարօրինակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Անհասկանալի մարդկանցով ու անհասկանալի պահանջներով։ Ու այդ ամեն ինչը տարօրինակ կերպով մենակ քո մեքենայի շուրջ։ Հա, գիտես, իմ հետ միշտ տենց պատմություններ ա լինում։ Ես չգիտեմ ինչ պատմությունների մեջ ես հիմա, բայց միակ պատճառը, որ քեզ բերման չեն կենթարկել, այդ Հայրիկյանն է։ Ես իր մասին ինչ գիտեի արդեն ասել եմ։ Այս պարագայում դու ոչ թե ինֆորմատոր ես, այլ խայծ։ Հայրիկյանը քո հետ կապված իր հաշիվները դեռ չի մաքրել։ Ու երբ ժամանակը գա, դու ես խնդրելու, որ քեզ լսեն։ Եթե ինչ-որ բան գիտես, ուղիղ ասա։ Ես ինչ գիտեի, արդեն ասեցի։ Սրա ձերը ավելի լավն էր։ Լավ էլի ծայծավ ենք, թողես աշխատենք։ Թե են մյուսներ ավելի լավ։ Այս շտաբը հատուկ գործերի համար է, ու եթե ես քո արած այդ գործի հետ կապ չունի, խնդրում եմ ստեղ չանես։ Չէ, այս մեկն էր լավ։ Ինչ ձեներ։ Ինչ կրակոցի ձեներ։ Մարդկա պարապամնաց էլ փորձարկումներ ա անում։ Դե լավ էլի ձյաձավ են, պայմանավորվել ենք, չէ՞ որ ավելորդ աղմուկ չենք հանում։ Հիմա որ հարևանները ոստիկանություն կանչեն, ինչ պիտի անենք։ Վերև երկու բնակարաններում ոչ ոք չի ապրում։ Այն երրորդի բնակիչները երեք գնացել են հանգստանալու։ Հա, կողքի երկու բնակարաններում ուսանողներ են ապրում, որ հիմա դասի են։ Երրորդն էլ վերանորոգում է։ Բանվորները կգան կես ժամից։ Չորրորդում տարեց ամուսիններ են, որոնք այս պահին իջել են այգում զբոսնելու։ Հինգում ինչպես միշտ հնչում է բարձր անմարդկային երաժշտություն։ Վեցում կրկին ամուսիններ են, որոնք համարյա լավ չեն լսում։ Այս ամեն ինչի մասին դուք արդեն վաղուց պետք է իմանայիք։ Ժոկ, բայց պարզ է, չէ՞ ով է աշխատում ու ով է պարապ։ Այնքան ազատ ժամանակ են ունեցել ամբողջ չենք ուսումնասիրել։ Աշխատակի չափման միավորը արդյունքն է, ոչ թե դրա վրա ծախսված ժամանակը։ Իմիջայլոց ինձ թվում է մենք Պողոսին թերագնահատում ենք։ Տպավորությունն է, որ առավոտից իմ դրած կամերաներն ա փնտրում։ Իսկ ով փնտրում է, նա գտնում է, չէ՞։ Եվ այսպես նոր կերպար մեր ներկայացման մեջ։ Պողոս, խարիզմատիկ երիտասարդ, ով 3 գլխանի ցերբերի պես հսկում է աղայանի ողջ կարողությունը։ Էությունը միջև վերջ բացահայտված չի, բայց սկսում է ինձ արդեն հետաքրքրել։ Վերջապես արժանի հակառակորդ ունեցանք։ Բադամես պետք էր։ Կատարելագործելու միակ տարբերակը ավելի ուժեղի դեմ խաղալն է։ Ուշադրություն տիկնայք եւ պարոնայք, ներկայացումը մոտենում է իր կուլմինացիային։ Նոր հետաքրքիր իմպրովիզացիաներով։ Հիմնական սյուժեի մեջ փոփոխություններ չեն սպասվում։ Ներկայացման երրորդ գործողությունն էլ կկոչվի Հերակլեսն ընդդեմ Ցերբերի։ Չհասկացա։ Ոնց կբացատրես այդ։ Մեր օպերացիան ուրիշ ֆազա է մտնում։ Դե լավ ժողովուրդ, այդքան մի լրջացրեք, ես ընդամենը ռեկվիզիտ է։ Մանուկ։ Դու Չեխով կարծած տղա ես։ Չգիտես, որ եթե զենքները բաց պիտի կրակի։ Նես որ հեքիաթներ մի պատմի, այդ ինչա։ Դե Հայրիկյանը ոնց որ այդ փողերի թեմայով չի անդարտվում, բայց չենք հուսահատվում։ Դե լավ ժողովուրդ, վերջ։ Վերջ։ Աղայանի տան մաքրելաման ինչքան ժամանակ է պահանջվում։ 30 րոպե։ 20 րոպե։ Օ, Շանզելիզե։
Oh, Champs-Élysées. Ba-boo-bam, ba-ba-bee, boo-ba-ba-da, ba-ba-beem, boo-doo, ba-da-ba-ba-bam. Champs-Élysées. Oh, oh, Champs-Élysées. Ba-da-ba-da. Oh, Champs-Élysées. I'm sure there is a reason he's late. Well, there he is. We'll ask him. Բարը ձեզ, Ուշացար։ փաստ է։ Ու վերջ։ Ես ձեր ժամանակ այնքան շատ եմ գնահատում, որ չեմ ուզում ծախսենք իմ ուշանալու փաստը քննարկելու վրա։ Հետաքրքիր ոճը։ Ահագին երկար աշխատել եմ այդ ոճի վրա։ Աշխատանքի չափման միավորը արդյունքն է, ոչ թե դրա վրա ծախսած ժամանակը։ Կանգնի։ Հետ քշի։ Ինչի՞։ Հեռախոսս մոռացել եմ։ Տիկին աղավն ունասեն գիչաստի։ Մանուկ, քու եւ Բողոսի մեջ մի բանում կա, մի tension-ում, you know, I feel a tension here. Պարոն աղան, կարծում եք դրա համար պատճառ կա։ Արա, հիմի քու զարկացած հայերենով ինձ մի խելցն է։ Ասա, բանում կա թե չկա։ Բացարձակ։ Էդ ինչա։ Պարոն աղայան, իմ ու Պողոսի մեջ ոչ մի խնդիր չկա։ No problem։ Okay. Գնացինք։ Գնացինք։ Ինչ-որ ջահել է եկել Հայաստան։ Ոնց հասկացա Աղայանի աշձերն է։ Անունն էլ ոնց որ Պողոս էր։ Օ։ Այսքանը։ Արամը ունի 2 խնձոր, Գայանեն ունի 3 տանձ։ Քանի տարեկան են Արամը եւ Գայանեն միասին։ Շևչան, բայց այդ խնդիրը լուծելու համար մի քիչ ավելի շատ ինֆորմացիա է պետք։ Բա իմաստացնել է դա։ Իմ խնդիրները լուծելու համար մենակ Պողոսի գալու տվյալները շատ քիչ են։ Ինձ ուրիշ տվյալներ լա պետք։ Օրինակ, ինչպես այրանպահում մանուկը Պողոսի գալուց հետո։ Ֆրֆռում է այդ աղայանի կողքերը, թե ոչ։ Պողոսը երբ է եկե, ինչի համար է եկե, ինչ է անելու, երբ է մեկնելու հետ։ Մի խոսքով։ Պարզ է։ Բրավո Պողոս։ Զգացում եմ, որ լավ քնել ես։ Որովհետև որ Ամերիկայից գալիս են մեր 2 օր օթերի մեջ են լինում։ Չէ, հրաշալի քնել եմ։ Դու Մերելի պես։ Մերելի պես էլ կխաղաս։ ասում են լավ քնի համար մաքուր խիղճը պարտադիր է, չէ։ Մաքուր խիղճը միշտ ու ամենուր եկա պարտադիր։ Hey, մանուկ, ինչ եղավ այդ տղային։ Ես գործեր ունիմ անելու եւ մենք party պետք է տանք։ Ինչ party, պարոն աղայան։ Պարոն աղայանը իմ գալու պատվին երեկույթ է կազմակերպել, որտեղ համ կներկայացնի իր ընտրյալին, համ էլ մենք միմյանց ավելի լավ կճանաչենք։
Պարոն աղան, բայց մենք երեկոյան կարևոր քննարկումներ ունենք բիզնես պլանների հետ կապված։ Ուե, տունը կխոսենք։ Բարև ձեզ։ Արգանքներիս հավաստիքը մեծ պարոն։ Ընձի մի ասայտ է, ես մենց բան չեմ արել։ Գրավը գուցե, բայց դա վճարելու որոշումը հավատացեք մեծ բան է։ Երախտապարտ եմ ձեզ։ Hey, listen, ես կուզեմ քեզի ծանոթացնեմ իմ financial managers եւ իմ foundation managers։ Մարդ, ում ճանապարհը միշտ փակում եք։ Ինչ արած, էդ էլ մեր պայքարի ձևն է, Մանուկ ջան։ Դուք միշտ եք անծանոթների անունը գուշակում։ Պարոն Գրիգորյանց, Պողոսի աշխատանքն է այդպեսին։ Ամեն դեպքում խոսքը մեծ փողերի մասին է։ Պետք է իմանամ այդ գործ ունի։ Իմ աշխատանքն էլ այնպիսին է, որ ես գիտեմ ում եմ հանդիպում ու ինչի համար։ Բայց պատրաստ եմ պատասխանել ձեր ցանկացած հարցերի։ Hey, հերիկա իրար շան նման հոտոդեք։ Արի մենք գործ ունենք։ Come on. Նախ ուզում եմ ձեզ ներկայացնեմ մեր քաղաքական ուժի գաղափարախոսությունը։ Դի գնձի ինտրեստ չի։ Ես կուզեմ գիտնամ ինչքան դրամ պիտի դնեմ են եւ պիտի վերադարձնես։ Նախնական հաշվարկներով առաջի փուլի համար անհրաժեշտ է մոտ 300-ից 400,000 դոլար։ Իսկ երկրորդ փուլի համար մի քիչ ավելի շատ։ Իսկ հազար ներողություն այդ փուլերը բացի համարներից էլի տարբերություն ունեն։ Ունեն։ Առաջին փուլով մենք ստեղծելու ենք արտախորհրդանական քաղաքական ուժ։ Երկրորդ փուլով մասնակցելու ենք խորհրդանական ընտրություններին։ Ու նախնական հաշվարկներով մենք ունենք շատ մեծ հնարավորություն լինելու երկրորդ ամենամեծ ուժը ազգային ժողովում։ Եթե դուք ի սկզբանե երկրորդ ուժ եք ուզում դառնալ, ինչ որ մի բան սխալ է։ Կներեք իհարկե, բայց մի տեսակ տարօրինակ։ Մենք ուղղակի ռեալ ենք գնահատում մեր հնարավորությունները։ Էդի գլավը։ Գներես там դերքես լվամ գամ։ Արմավեն ուճուղ։ Օսկար թե Արտավաստ։ Չհասկացա։ Նկատի ունեմ որն եք ստացել, ամեն դեպքում կարմիր գլխարկում գայլ խաղալը հեշտ գործ չէ։ Անկեղծ ասած, զգում եմ, որ դու հերթական շարլատան ես։ Ինձ թվում է սա պետք է աղայանին ցույց տալ։ Չէ, կարիք չկա։ Աղայանը այնքան է տարված ազգայինով, որ չեմ ուզի տենց ծանր հիասթափություն ապրել։ Ես պատրաստում եմ մտնել մեծ քաղաքականություն, նենց չի որ խաբել եմ։ Իսկ ինչ ես կարծում։ Ոստիկանությունում էլ կարողանա սենց համոզիչ խաղալ։ Օրինակ Աստորեն դու այնքան էլ նրբանկար չես, որքան ես կարծում եի։ Ամեն դեպքում դժվար է խոստովանել, որ քեզ խաբել են։ Սրանք մեծապատիվ մուրացկաններն են։ Ամբողջ կյանքը սրա նրա հաշվին ապրել եմ։ Ես ուղղակի զարմանում եմ, դու ոնց չկարողացար գլխի ընկնել, որ այս ծաղրածուն քաղաքականության հետ ոչ մի կապ չունի։ Պողոս ջան, այս Հայաստանն է, այստեղ կանոններն ուրիշ են։ Մանավանդ քաղաքականության մեջ։ Անհոգ եղի։ Աղայանին կասենք, որ շատ կարևոր ազգային հարցերով ինչ-որ անհետաձգելի միտինգ ուներ։ Խնդրեց ու գնաց։ Ինչ է եղել։ Մանուկն ուր է։
Մաքուր է ամեն ինչ։ Շնորհակալություն։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Իդի գովա։ Սանիտարական աշխատանքներ։ Դու կկարծես, որ մանուկը աստեդ կամերա է դրե, մեզի կլսե, մեզի կնայե։ Մանուկը այստեղ ինչ կապ ունի։ Մանուկը ուղղակի վարձակալել է այս առանձնատունը, բայց որպես կանոն այսպիսի առանձնատները միշտ հսկվում են։ Հա, մենակ գիտնողը գիտե։ Մանուկ ջան, ինձ կներես, ես գումարը հետ եմ բերել։ Չէ, դու մեղավոր չես։ Այդ քո դասախոսներն են մեղավոր։ Բայց ես ամեն ինչ արել եմ նես, ոնց դուք եք ասել։ Լավ, սրտիդ մոտիկ մին տունի, կատակ արեցի։ Դու ոչ մի բան սխալ չես արել։ Դա մեր բաց թողումն է։ Տիկնայք եւ պարոնայք, դա մեր անուշադրության հետևանքն է։ Բայց չենք ուսահատվում։ Հետ չեմ հասկնա։ Ամերիկայի մեջ ինձ կասես ես մի խարջա, այն մի խարջա, ամեն բան ստուգես կը, ամեն բանի համար գուլաս, հիմա եկել ես հոս, հեչ բան չես ստուգե։ Մանուկին ավելի մոտիկից ճանաչեցի։ Հա, ասեցի չէ, լավ ազնիվ ուղիղ տղա է, էլ ինչ կուզես։ Ժամանակը ցույց կտա։ Oh, come on. I don't understand. You like Manuk, you don't like Manuk, you trust Manuk, you don't trust Manuk, չեմ հասկնա։ Կներեք, որ խանգարեցի։ Ամեն ինչ կարգին է։ Ինչ որ բան կուզեք։ Չէ, ամեն ինչ լավ է, մերսի։ Do you trust this woman? Yeah, why? I mean, she brings the food, she does the house, she does my clothes. Nice. I don't understand what you're thinking, you know? Forget it. Ինչ է ժպտում։ Դե հավես չի, Ինչ է։ որ իրար հետ ինչ-որ տեղ ենք գնում։ Շատ։ Հուսով եմ այս հանդիպումը սցենարից դուրս է։ Գործնական բնույթ չի կրում։ Դե աղան այդքան փող է ծախսել հիմնադրամի վրա։ Աշխատողներից մեկին պետքա տեսնի, թե չէ։ Բարի երեկո։ Hey, boss! Hey, ինչպես եք։ Շատ լավ, այս ծանոթացնեմ թակուի հետ, որտեղ մի օրը իմ թակուին Պողոսը պիտի եղնի և բոլոր իմ դրաններս ինքը պիտի կառավարե։ Պողոս, պարոն աղայանի ֆինանսական տնօրենը եւ արդեն ձեր խոնարհ ծառան։ Շատ հաճելի է, բայց Սողոմոնը մի փոքր չափազանցնում է։ Կարող եք հանգիստ լինել, ես չեմ պատրաստում տնօրինել նրա դրամները։ Արի վարի տա։ Դե մեզ հաճելի երեկո եմ մաղթում։ Բարև Պողոս, լավ ես։ Լավ, դուք ինչպես եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վստահ եմ
Աննան դուք եք։ Դե դժվար չի կռահել, մանավանդ որ գիտեք թե ովքեր են հրավիրված։ Բարև Մանուկ։ Բարև ձեզ, պարոն աղան։ Էսիկ Անանա, Անան Մանուկի հետ կգործե ֆաունդեյշնի մեջ։ Անա իմ թակուին։ Շատ հաճելի է։ Նմանապես։ Պարոն աղայան, չնսեմացնելով ձևավորման ողջ շքեղությունը թույլ տվեք նկատել, որ երեկոյի զարդը համարվում է թագուհին։ Բրավո։ Բրավո։ Նախանձում եմ համարձակությանդ։ Ես երբեք կնոջը չէի համեմատի զարդի հետ։ Եթե արդանա նշանակում է սխալվում եմ։ Եթե չարդարանաս, միևնույնն է դրանից իրողությունը չի փոխվի։ Արի եկան խմենք, հաց ուտենք, քեֆ ունենանք։ Շատ լավ առաջարկ, պարոն աղայան, միջև կհամենանք սեղանի շուրջ, առաջարկում եմ մի գավաթ խմենք։ Ինձ մի բաժակ վիսկի։ Հիմի ես կուզեմ բոլորիդ նորեն ասեմ, ընչի ենք հավաքվել այստեղ, որտեղ ես բախտավոր մարդ եմ եւ ես իմ սիրածիս հետ պետք է ամուսնանամ։ Թակուին թակավորի հետ։ Համբույր։ Ինչ որ բան ինչ ասեցի։ Չէ, ուղղակի կարծում եմ, որ խորթային այդ հին եւ մաշված ավանդույթները հարից չեն այս շքեղ երեկոյին, բայց ինչպես նորապսակները կցանկանան։ No, ես դեմ չեմ, բայց մեր կողմերը գիրը կորոշի այս բաները։ Կարծում եմ շտապել պետք չէ։ Ամեն ինչ իր ժամանակի։ Դե ինչ կներեք, ուրեմն եկեք խմենք նորապսակների կենաց։ Cheers։ Բախտավոր լինեք, պարոն աղայան։ Ամենաանհավանական բաները կյանքում լինում են հենց այդ փուլում։ Այս անիմաստ քամին չհաշված, կարծում եմ, որ մեզ հրաշալի երեկո է սպասվում։ Տիկին աղավնի իրականում ամեն ինչ շատ համով է։ Անկեղծ եմ ասում, շնորհակալ ենք շատ։ Անուշ լինի։ Տիկին աղավնին, որ հաց կեպե, սատանան գործը կթողնի ու կհաց կուտե։ Չափազանցնում եք, պարոններ։ Չէ, ձեր կերտ ոսկիա։ Ես քեզի պիտի տանեմ Ամերիկա, որ մեզ համար հաց է պես։ Սողոմոն, ես արդեն սկսում եմ խանդել։ Այ հենց այս պահին ես ուզում եմ խմել կանանց կենացը։ Իմ կյանքում ես կարծում էի, որ ամենագեղեցիկ կանանց տեսել եմ։ Այս պահից սկսած ես վստահ եմ, որ տեսել եմ։ Ձեր կենացը։ Եթե չլինեին գեղեցիկ կանայք, աշխարհի փողերը կլինեին անիմաստ։ Արիստոտել, Օնասիս։ Իմիջայլոց հույն շատ թույն բիզնեսմեն։ Վաու։ Ինչ վերաբերում է ամուսնական պայմանագրին, կարող եք ինքներդ էլ անել։ Ոչ մի բարդ բան չկա, արտարոց բան չկա, ստանդարտ փաստաթուղթ է, վստահ եմ Մանուկը գլուխ կհանի, մանավանդ որ ծանոթ է Հայաստանի օրենքներին։ Խնդիր չկա։ Իմիջայլոց, այդ թեմայով կարող եմ թագուհուն մի քանի խորհուրդ տալ։ Հա էլի։ Որ խնդրեմ այդ թեմայով ինձ մի քանի խորհուրդներ կտաս։ Համել տղամարդկանց մենակ կթողնենք։ Դե քանի կանայք մեր կարիքը չունեն, առաջարկում եմ մի երկու պրոյեկտի մասին էլ քննարկենք, որովհետև առավոտյան դրանց պատասխանները պիտի տանք։ Որ մեկը։ Դե օրինակ հիդրոէլեկտրակայանի տեղադրումը գետի ամենահարմար տեղում։ Անկումը 1000 մետր։ Միջին հոսքը 16.5 խորանարդ մետր վարկյան։ Տարեկան մինիմում 600 միլիոն կիլոմետր/ժամ։ Հուսով եմ հասկանում եք, չէ՞ խոսքը ինչ եկամուտների մասին է գնում։ Ես այդ գործը կսիրեմ։ Շատ իզուր։ Why? Because Աշխի առնելով գիտատեխնիկական առաջընթացի վերջին տենդենսները եւ կլիմայական փոփոխությունը, դա նվազող եկամտով բիզնես է։ Ողոս ջան, բայց այս նախագծի համար շատ լուրջ հաշվարկներ են արված։ Exactly։ Հայաստանը համարվում է անապատացող երկիր։ Գլոբալ տաքացումը կբերի ջրերի եւ գետերի նվազեցմանը, ինչն էլ իր հերթին կնվազեցնի հեկի արտադրողականությունը, հաստատուն պահելով հեկի սպասարկման ծախսերը, որի արդյունքում հեկի արտադրած էներգիայի ինքնարժեքը կբարձրանա, մինչդեռ աշխարհում կզարգանա արևային էներգիան եւ որպես ավելի մատչելի առաջարկ հեկին դուրս կմղի շուկայից։ Էնպես որ, պարոն աղայան, forget it։ Հիմա ինչ cancel ենք անելու։ Հիմա ինչ։ Պողոսին դրամ կուտան, որ ինքը ասե forget it or no forget it։ Ասեց forget it։ Վերջացավ։
Պղտոր ջրում ձուկ որսալը վտանգավոր զբաղմունք է։ Երբեք չգիտես ձեռքդ կտանես իշխանի բերանը, թե շնոցկան։ Սիրեցի ես տեղը։ Կարծում եմ էլի կվերադառնամ։ Պողոսն ավելի վտանգավոր է, քան ես կարծում էի։ Ու ավելի հիմա ես, չէ։ Ինչ ես ակնարկում։ Հաստում եմ։ Լավ, երևի ճիշտ կլինի լռենք, չէ։ Երևի։ Ես գնամ։ Քունս տանում եմ։ Այսօր շատ սիրուն էիր։